cérémonie. Որովհետև խաղողի հյութից պատրաստում են գինի, բոլորը պիտի։ Parce que du jus de raisin, on fait du vin. Սա այն գինին էր, որ մեր Տերը Հիսուս Քրիստոս խմեց Ce vin que le Christ a bu, on s'entend. եւ այդ գինին դարձրեց խորհրդանշորեն այլաբանական իմաստով իր արյունը, Et qui est devenu son sang, որը թափվեց մեր մեղքերի համար, մեզի փրկելու համար։ qu'il a versé pour effacer nos fautes. Եվ Հովհաննեսի ավետարանում 15-րդ գլխի առաջի համարում Քրիստոս ասում է. Ես եմ ճշմարիտ որդատունքը։ Le Christ, dans l'évangile selon Saint Jean, dit je suis le pied de vigne. Որդատուն։ Ah, oui, le pied de vigne. Որտեղ որդատունքը խաղող կաջեցնում։ Le pied de vigne qui doit suivre. Եվ որդատունքը նաև կյանքի խորհրդանիշն է։ Et c'est un symbole de la vie sur terre. Դրա համար մեր եկեղեցու հայրերը օր են նշանակել, որպեսզի Քրիստոսի փրկությունը մեր նկատմամբ արտահայտվի նաև խաղողի տեսքով։ C'est pourquoi nos ancêtres ont défini cette fête du raisin pour bien marquer l'importance de ce fruit dans la philosophie et la liturgie arménienne. Եվ սա առիթ է, որպեսզի մենք հայերով համատեղվենք մի վայրում։ C'est un moyen pour nous de nous retrouver et de fêter cet anniversaire. Աղոտ բարձրացնենք առ Աստված Faisons une prière. եւ մեկ անգամ եւս հիշենք, թե Քրիստոս իր կյանքը տվեց մեզի համար, որպեսզի մենք կյանք ունենանք։ N'oublions pas de rappeler que le Christ a donné sa vie pour que nous vivions. Շատ բարի, հիմա եկենք բոլորս միասին սկսենք արարողությունը, ովքեր որ հայրերը գիտեն, ինձ հետ միասին։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն հայ մեր, որ եկիր Սուրբ Եղեցի անունքո, եկեցե արքայունքո, եկեցի գանքո, որպես Սերինս սերեկի, ասաց մեր հանավասոր, դուր մեզ ասոր, և թող մեզ զբաղիս մեզ, որպես մենք թողնք մելոս պարտավորած, և մի դանիրս մեզ խոսություն, արկրկյալ զիջարել, Զիկոյակայքյան, զորքուն և ակ, ավիդյան սավիդենից ամեն։ Օրնություն և փառք, հոր և որդվո և հոգվույն սրբով, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն։ Հարկ սուրբ խաչի դալելույա, սուրբ Սիոնին ալելույա, սուրբ Հարության դալելույա, նշանեցավ, արմեզ լուսերես ատքոց և ետուր ուրախություն սարտից մերոս, ի պատխով, Ցորենոքին բոյև զուտո յուրյաց լծոցերս նոսա Հարկ սուրբ խաչի դալելույա Սուրբ Սիոնին ալելույա Սուրբ Հարության դալելույա Նշանեցավ Արմեզ լուսերես ասկոց և ետոր ուրախություն սրտիս մերոց Ի պատխով ցորենոքին ո և ձութո յուրյաց լծոցերս նոսա Հարկ սուրբ խաչի դալելույա Սուրբ Սիոնին ալելույա Սուրբ Հարության դալելույա Նշանեցավ արմեզ լուսերես ածքոց և ետուր ուրախություն սրտիս մերոց Ի պատխով ցորենոքին ո և ձութո յուրյաց լծոցերս նոսա Հաչենք են արար, որ եղեմ ես,
Արկոթյուն սովավ ամենեքյանս կես բարեբանեմ, որի հորելուս լուս շարագատ յալի երկրի և գավազազորության հավատացելոց, սովավ ամենեքյանս կես բարեբանեմ, Ահարքոր և որդվո և ոգվին սրպո, Աժմե միշտ և հավիտյանց հավիտենից ամեն, Որ լուսապարծակ պամպրաշապարապես մեզ սոցավ, ի հոգնություն ընդեմ թշնամվույն, Սովավ ամենեքյան, ըստ քեզ բարեբանեմ։ Որդի Ալելույա, ալելույա, ընթերցվածս Պողոս առաքյալի եբրայեցիներին ուղված նամակից է։ Եղբայրներ, ապաստան գտանք կարգչելու հանդերձյալ հույսից, որը հաստատուն և անշարժ խարիսխ է մեզ համար։ Հույս, որ արթնացնում է վարագուրից այն կողմ, ուր մեր նախակարապետը Հիսուս մտավ մեզ համար, լինելով հավիտենական քահանայապետ ըստ Մելքիսեդեքի կարգի։ Քանզի այս Մելքիսեդեկը թագավոր էր Սաղեմի, բարձրյալ Աստծո քահանան, որ Աբրահամին ընդառաջ ելավ, երբ նա վերադառնում էր թագավորների կոտորածից եւ օրնեց նրան։ Եվ Աբրահամը ամեն ինչից տասանորդներ տվեց նրան, Մելքիսեդեկ նախ թարգմանվում է արդարության թագավոր, ապա թագավոր Սաղեմի, այսինքն թագավոր խաղաղության։ Նա անհայր, անմայր էր, առանց ազգատոմի, ոչ ճորերի սկիզբ ուներ եւ ոչ կյանքի վաղճան։ Նմանվելով Աստծո որդուն նա կա եւ մնում է մշտենջենապես քահանա։ Արտեսեք, թե ինչպիսի մեկն էր սա, որին Աբրահամ նահապետը տասանորդներ տվեց ավարից։ Ընթերցվածս Եսայի մարգարեությունից է։ Այսպես է ասում Տերը. Ճիշտ այնպես, ինչպես ողկույզների մեջ մի ճութ է գտնվում եւ ասում են մի փչացրու դա, որովհետեւ Տիրոջ օրհնությունը կա դրա մեջ։ Այնպես էլ նույն կերպ պիտի վարվեմ իմ ծառայի համար, հանուն նրա չեմ կործանելու բոլորին։ Հակոբի եւ Հուդայի սերնդին պիտի բարձրացնեմ, որպիսի ժառանգեմ իմ սուրբ լեռը։ Իմ ընտրյալներն ու ծառաները պիտի ժառանգեն այն եւ բնակվեն այնտեղ։ Անտառի մեջ պիտի լինեն հովիվների մակաղատեղերը եւ աքորի ձորը, պիտի դառնա նախնիների հանգստավայրն իմ ժողովրդի, որ ինձ փնտրել է։ Ալելույա, ալելույա, Աստված ողորմյաս մեծ եւ օրհնյամես, երևեց օզերեսս քո իմես եւ ողորմյամես։ Ալելույա, որդի Խաղաղություն ամենեցում Եվ ընթոք վույթքում երգածությամբ լվարում Սրբով ավետարանիս Հիսուսի Քրիստոսի Պոլստով անում Արկեր դեր Աստված մեր բրոսխում է ասե աստված Տերն մեր Հիսուս Քրիստոս ասե Ես եմ փորձն ճշմարիտ եւ հայրի մշակե ամեն այն որիս է եւ ոչ երբեք պտուղ կտրե հզնա եւ ամեն այն որ բերե պտուղ սրբե հզնա զի առավել եւս պատխաբեր լսե